Ծաղկաձորի հայկական ծիսական պար։ Կարելի է դասել այնպիսի պարանմուշների շարքին, որոնք դեռևս հնագույն սին հավատալիքների շրջանում կատարվել են ոչ միայն կոնկրետ ծեսերի ժամանակ, այլ գրեթե ամեն արարողության ժամանակ։ Ծաղկաձորի պարը հիմնականում պարել են վասպուրականի շրջանում ուխտագնացությունների ժամանակ։ Ծաղկաձորի անվանումն ամենայն հավանականությամբ ծագել է վասպուրականի շրջանում շրջանի համանուն տեղանվան հետ, որտեղ կային մի քանի մատուռներ, սրբատեղիներ և դեպի ուր ժամանում էին ուխտի գնացած վասպուրականցիները։ Ծաղկաձորին կապված է պտղաբերության աստվածությունների և բնության պտղաբերության, բուսական և կենդանական աշխարհի աճի վրա մոգական ազդեցություն ունեցող գործողությունների հետ։ Պարի կապը պտղաբերության հետ մատնանշում են նրանում տեղ գտած բարձր թռիչքները, որոնցով պարողները ուզում էին ստանալ մոգերի բարեհաճ վերաբերմունքն իրենց բերքի աճի նկատմամբ։ Յարխուշտա, Մուշի և Սասունի շրջանների հայ ազգաբնակչության ռազմական պար, որը պարում էին տղամարդիկ, պատկանում է ծափ պարերի տեսակին։ Պարի անվանումը ունեցել է տարբեր մեկնաբանություններ։ Դրանցից մեկն է, որ յարխուշտա նշանակում է զենքի ընկեր։ Պարսկերենից յար, բացի սիրեցյալից, նշանակում է ընկեր, իսկ խշտ, խշտիկ, կարճ, նիզակ, զենք։ Յարխուշտան այն յուրօրինակ ավանդական պարերից է, որը շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել։ Այն տարածված է եղել նաև բեմական պարարվեստում։ Դեռևս 20-րդ դարի 30-ական թվականներին այն բեմականացրել են Սրբուհի Լիսիցյանը և Վահրամ Արիստակեսյանը։ Յարխուշտա պարը Սրբուհի Լիսիցյանի գիտարշավներից մեկի ընթացքում ցուցադրել են աշնագի բնակիչները 1932 թվականին։ Ըստ Կոմիտասի Թամզարան հարսանեկան երկպար է, որտեղ գլխավոր դերը վերապահվել է պարբաշուն և պարապուչին, իսկ հարսն անպայման կանգնում էր կնքահոր կողքին։ Այժմ Թամզարան կորցրել է իր նախկին ծիսական նշանակությունը, երբ այն կատարվում էր գրեթե բոլոր համայնքային միջոցառումների ու խնջույքների ժամանակ։ Թամզարա պարատեսակը պատկանում է երկու գնալ, երկու դառնալ պարանտանիքին։ Թամզարայի տարբերությունը երկու գնալ, երկու դառնալ պարանտանիքից այն է, որ այս պարատեսակը երկարում է ևս երկու հաշվով, դեպի ձախ տեղաշարժող վերադարձնող երկու շարժումով, իսկ պարը 6-ի փոխարեն ունի միավոր 8 հաշիվ և շարժում։ Աշխատություններում գրառված երկու գնալ, երկու դառնալ պարատեսակներն իրենց շարժումներով այնքան էլ նման չեն։ Սրանց մի քանի տարբերակներում, որոնք էլ հենց կոչվում են Թամզարա, դեպի ձախ տեղաշարժերի փոխարեն տեղի է ունենում մարմնի ծանրության մի քանի տեղափոխում ձախ, ապա աջ, ապա կրկին ձախ։ Ձեռքերը բռնելու մի քանի տարբերակ կա՝ ճպույտներով, ափերով, բարև բռնած, իսկ երբեմն նաև ուսերից։